Բարի լույս, բարի առավոտ, իմ թանկ ու սիրելի հետևորդներ ջան, բարի առավոտ բոլորիդ, հաճելի տրամադրություն, հավատքով ապրեք, Աստծո սիրո մեջ մնացեք, Աստծո խոսքի մեջ մնացեք, բուրավեք շուրջը, թող ձեզ ուղեկից լինի ձեր օրվա ընթացքում, մեզ մոտ այսպիսի հեղեղոտ, կարտաբեր անձրև է սիրելիներս, առավոտ է բացվել, տեսնում եք, հեղեղ, դույլով ոնց որ լցնեն, բայց թող ձեզ մոտ լինի արևոտ, պայծառ օր, սիրելիներս, այսօր միասին պատրաստելու ենք կոմպոտ գիլասով, վիշնյայով և պալ գիլազով, այսօրվա որդուս գնումներն են 3 աղջիկ գիլաս, ձմերուկ, սեղ և 10 կիլոգրամ շաքարավազ, այս գեղեցիկ հաճելի տեսարանով էլ սկսում եմ այսօրվա տեսանյութը, չնայած որ եղանակը վատն է, բայց մեր հոգում կա ջերմություն, արև, սեր և բարություն, բարին բոլորիդ ուղեկից լինի, սիրում եմ բոլորիդ, հանկագին և անուշիկ հետևորդներ ջան, սկսենք մեր նոր հոլովակը ձեզ հետ միասին։ Կեսօրն անց է, օրը կիսվել է, մի փոքր էլ դեռ անցել է երեկոյին, սիրով այսօրվա գնումները ցույց տվեցի ձեզ, որդիս աշխատանքից մի քիչ շուտ էր դուրս եկել, մտել էր շուկա, գնել էր սեղ, ձմերուկ, 10 կիլոգրամ շաքարավազ և գիլաս, սովորական մեր հայկական գիլասը, 2 փոքր արկղ, ամեն մեկը 6 կիլո, այսօր այս գիլասներից սիրելի հետևորդներ ջան պետք է պատրաստեմ կամպոտ և մուրաբա, հիմա սիրով ձեզ ողջունեցի, հարցնեմ ձեր հալը քեֆը ինչպես եք, ես այսօր լավ եմ, փառք Աստծո, ցանկանում եմ, որ դուք էլ լավ լինեք, ահա որ եղանակ է սիրելիներս այսօր, առավոտվանից հեղեղի պես անձրև է գալիս, դույլերով լցնում են անձրևը, չի հանգստանում, մենակ տեսնեք ինչ է կատարվում մեր բակն ու դուռը, հողամասը, բանջարանոցը, այսինքն լիքը ջուր առուների մեջ, իսկ հիմա սիրելիներս, ասեմ թե ինչ եմ պատրաստելու այս գեղեցկուհիներով, պատրաստելու եմ թե կոմպոտ և թե վարենի, պոչերը կհանեմ, որը որ մի թեթև, դե ճանապարհ է եկել, կարող է մի թեթև կամ փչացած լինի, կամ մի տեսակ տրորված լինի, ինքնաթիռների ձենը խանգարում են, կնայեմ, կառանձնացնեմ, բայց ասեմ շատ խոշոր է, ընտիր գիլասներ են, սովորական գիլաս է, միտեղ ասում են վիշնյա, միտեղ գիլաս, մենք արտաշատցիներս գիլաս էլ ասում ենք, հիսուրենցես հողամասում գիլաս չենք ունեցել, բայց մայրիկենցես հողամասում մի քանի ծառ գիլաս ունեինք, շատ համեղ, խոշոր, չնայած սա էլ է շատ խոշոր, հլը տեսեք, թողնում էր մայրիկս լավ սևանում էր, սիրելի հետևորդներ ջան, նոր քաղում էինք, ճիր էինք պատրաստում, գիլասի ճիրն էլ շատ սիրում էի, ճիր ենք պատրաստում, կոմպոտ, վարենի, սոկ, այս պոչերով, գիլասի հատիկներով, տերևներով հաշվում ենք, սոկ ենք պատրաստում, կամ տերևներով կոմպոտ ենք պատրաստում, սիրելի հետևորդներ ջան, այսենց պոչերով ենք պատրաստում, ես այսօր նորից մի քանի, երևի 2 տարակ փորձեմ պատրաստել, վերհիշել իմ հիշողություններին,
Գնալ դեպի մանկություն։ Սիրելի հետևորդներ ջան, ովքեր են հիշում, այսենց կախում ենք ականջներին, ման էին գալիս գիլասները, իմ տարիքի գյուղի կանայք կհիշեն։ Երեխա ժամանակ կախում էինք ուրախ դուրս էինք գալի խաղալու։ Ինչ անհոգ տարիներ էին, սիրելիներս, ինչ լավ տարիներ էին։ Չեմ ասում, դժվարություն չկա։ Տեսեք, սա մի փոքր վնասված է, կդնեմ առանձին։ Կար, բայց շատ ուրախ էր, ամեն ինչ ուրախ էր։ Հոգսեր չունենք, սիրելիներս։ Մենք հոգսեր չունենք, մենք ուզում էինք, որ միշտ կլաս խաղայինք, բալեբոլ, բասկետբոլ, գնդակով էինք խաղում, սիրելիներս, շատ լավ, շատ, որ հիշում եմ մեկ սիրելիներս, սիրտս լցվում է, գիտեք, կարոտում եմ, մեր մանկության օրերը, մեր մայրական տունը, մեր մայրական, հայրական օջախը, որտեղ արև կար, որտեղ լույս կար, որտեղ ջերմություն, ուրախություն, խինդ ու ծիծաղ, սիրելիներս, խինդ ու ծիծաղ կար։ Բա հիմա մեր երեխաները, մեր խաղերը չեն խաղում, որովհետև Հայաստանում չեն ապրում, չնայած հիմա Հայաստանում էլ մեր խաղացած խաղերը ռեզինը, հիշում եք, ինչքան էինք ռեզին խաղում, թռնում էինք, վայ Աստված, պարան էինք խաղում, ամեն ինչ էլ խաղում էինք։ Մանկությունս լավ է անցել, սիրելի հետևորդներ ջան, շատ։ Հիմա գիլասը սենց կմաքրեմ, լավ կլվանամ, սիրելիներս, որ որդի զանգեց, ասեց գիլաս կա, մամ առնեմ, ասեցի առ բեր, ճիշտն ասած չպատկերացնի, որ այսքան լավ որակի կլինի, ես այսենց լավ հասնում էր, նոր էինք խաղում, իսկ սա այդքան լավ չի սևացել, սա լավ սևացած է, հիմա սա դնեմ կլվանանք ուտելու համար, որովհետև սրանց հետ կարող է լխկվել։ Ես արդեն տարաները լվացել եմ, ստերիլիզացրել եմ, սիրելի հետևորդներ ջան, ձեզ ցույց եմ տվել, թե ոնց եմ լվանում, չնայած բոլորս էլ գիտենք, դա մի հասարակ գործողություն է, որ բոլոր տնտեսուհիներս գիտենք, ոնց լվանանք, բայց կանոնների համաձայն ցույց եմ տալիս, սիրելիներս։ Այնքան եմ հիշում գիլազի վարենի փրփուրը, որ հավաքում ուտում էինք, շատ համեղ է գիլազի վարենի այս փրփուրը, սիրելի հետևորդներ ջան։ Ովքեր էլ ինձ հետ պատրաստում են, սիրելիներս, ուրախությունով պատրաստենք բոլորս, առողջ լինենք, երկրին խաղաղություն լինի, բոլոր զենքերը թող դադարեն, սիրելի հետևորդներ ջան, որ ինչ պատրաստում ենք առողջ և ուրախ վայելենք ձմռանը, չէ որ ամբողջ ամառվա ընթացքում ամբարում ենք, սիրելիներս, որ ձմռանն էլ ունենանք պաշար, մեկ սիրտ է, չէ, ուզում է, ոյ այս բալիկ կոմպոտը լիներ, ջեմը լիներ ծիրանի, դեղցի կոմպոտը լիներ, ունենանք, բացենք և վայելենք, մեր աշխատանքի շնորհիվ, մեր ցանածի շնորհիվ, սա գնված է, բայց ինչ որ ցույց եմ տալիս, բոլորը մեր հողամասի բերք ու բարիքով են փակել, սիրելի հետևորդներ ջան, իմ հարսու տղայի, մեր չարչարանքի արդյունքն ենք փակել, գոնե առողջ վայելենք և խաղաղ երկնքի տակ վայելենք։ Հիմա, սիրելի հետևորդներ ջան, ձեզ հետ շատ կուզենամ երկար խոսել, ձեզ մաղթել ամենալավն ու բարին, ամենաջերմը, Աստծո օրհնանքը, Աստծո լույս անպակաս լինի ձեր օջախներից,
Բայց սիրելիներս, կարող է ձանձրանաք, դրա համար հիմա կադրից դուրս կլվանամ, չէ, առաջին հերթին կմաքրեմ, միասին կլվանանք, պոչերից կազատեմ, որը որ պոչով պետք է անեմ կթողնեմ, որն էլ որ պոչերը պետք է հեռացնեմ, կհեռացնեմ, կհանդիպենք թանկագիններս։ Կարմիր գիլազը սովորական սիրելիներս մաքրեցի, վերջացրեցի։ Այս էլ այսքան եղավ ընդամենը 12 կիլոգրամից այսքան եղավ, որ փափուկ են, ոչ թե նեխած են, փչացած են, այսինքն իրար կպած են, էլի։ Սա էլ մենք ասում ենք բալ գիլազ, մեկն ասում է բալ, շպանկա, սա խոշոր գիլասն է։ Սրանից մի քիչ կոմպոտ կանեմ, 2 բան կա և 2 կիլո էլ մուրաբա, հիմա մաքրել եմ, տեսօկելուն ցույց կտամ սիրելիներս։ Հետևորդներ ջան, նախապես տարաները լավ լվացել էի, ստերիլիզացրել էի, կափարիչները լվացել, օղիով մաքրել, լցրել եմ տարաների մեջ վիշնյան սովորական գիլազը, շշերի մեջ պալ գիլազը, սպիտակ մուրաբայի գիլազի կարմիր տեսակը, հիմա կավելացնեմ շաքարավազը, 8 հատ գիլազի կամպոտ եմ պատրաստում, 5 հատ էլ բալի կամպոտ, հիմա շաքարավազները լցրել եմ, կափարիչները կդնեմ բերանները, կծածկեմ սիրելիներս, մինչև ջուրը եռա, միասին կփակենք, ամեն մի տարայի մեջ լցրել եմ 250-ից համարյա 300 գրամ շաքարավազ, սիրելիներս, այս չափսը 3 կիլանոց տարայի համար շատ նորմալ է, ոչ շատ քաղցր է, ոչ էլ շատ անհամ։ Հիմա սիրելի հետևորդներ ջան, սկսենք արդեն փակել, զակատել։ Որպեսզի գազին չլցնեմ ջուրը, ուրախությունով լինի, առողջ վայելենք խաղաղ, երկնքի տակ, խաղաղություն թող լինի ամբողջ աշխարհով մեկ, սիրելիներս, դուք էլ եթե ինձ հետ պատրաստում եք, ուրախությամբ պատրաստեք, ձմռանը անուշ վայելեք, ամռան փուշը, ձմռվան նուշը, ասել են ու միշտ էլ կասվի, փակենք, որ ձմռանը անուշ բացենք, վայելենք։ Այս ջրի բերանն էլ ծածկեմ, սիրելի հետևորդներ ջան, 2 տարամ փակելու եմ, մնացածը կադրից դուրս։ Դա վերցնեմ կողք դնեմ, որ չխանգարի։ Սխաց, մի հատ նորից փակեմ, որ վերջ։ Ասեմ, որ կափարիչները լավ լվացել եմ եռման ջրով և օղիով մաքրել եմ, անցած անգամ ցույց տվեցին բոլորին, թե ոնց եմ մաքրում։ Մի հետաքրքիր բան ասեմ, սիրելի հետևորդներ ջան, լավ հիշում եմ, երևի ձեր կիսուրներն էլ, մայրիկներն էլ ասած կլինեն, որ լցնում էին կամպոտը պատրաստելու, արդեն փակելու ժամանակ, լցնելու ժամանակ ավելի ճիշտ, եռման ջուրը, միշտ ասում են մեր մեծերը, Հիսուս Քրիստոս, եթե հիշում եք, ես հիշում եմ, միշտ այդպես էին ասում, սա էլ փակեմ, մնացածը ասեցի, կադրից դուրս, հեսա գույնը կտակ, դառնա մի հատ կարմիր լալա գույն, համ գույնը լավ կլինի, համ էլ համը, սիրելիներս,
Աստված օրհնի բերողին, առնողին, քաղողին, ծախողին, սիրելիներս, վերջում փակողին ու լվացողին։ Փակենք։ Ութ հատ 3 կիլանոց ենք լցրել, սիրելիներս, գիլասը, 4 հատ էլ, 5 հատ էլ շշերով։ Շշերը արդեն սիրոպ կպատրաստենք, անցած անգամ ես ցույց եմ տվել ձեզ, էլ չեմ ցույց տալու։ Վերջ սիրելիներս, մի հատ էլ այսինց իրար ենք տալիս, շաքարավազը հալվում է, տանում ենք, ծածկում ենք տաք շորով, տեսեք հալվեց, ես երբևիցե սա էլ ասեմ, իմ կարծիքն է և ես այս տարբերակով եմ անում, երբեք տարաները շուրջ չեմ տալի բերնի վրա, սովորել եմ մայրիկիցս, մինչև հիմա էլ այս մեթոդը օգտագործում եմ և ես շուրջ չեմ տալիս, ուղիղ դնում և ծածկում եմ, վсё, հիմա մնացածը բոլորը կհանդիպենք զակատելուց հետո։ Սիրելի հետևորդներ ջան, արդեն փակեցի, վերջացրեցի, տեսեք ինչքան լավ ստացվեց, կամանց գիլասների գույնը արդեն լավ կարմրում է, հիմա տաքաջալով կծածկեմ, կթողնեմ, 1 օր, 2 օր, հենց սառի, նոր կհանեմ, կշարեմ պոլկաներին, դա էլ երեկվա պատրաստած կոմպոտներն են, սիրելիներս, իսկ հիմա գնանք արդեն գիլասը և շպանկա գիլասը պեսոկեմ, որպեսզի վարենի պատրաստեմ, մուրաբա, այդ ընթացքում էլ Մանիկը թխում է բեզեով տորտ, որ ձեզ հետ միասին կոֆե խմենք, սիրելիներս, հիմա ծածկեմ ու գնանք։ Հիմա կցողեմ։ Այսինքն ցնցուխի տակ կպահեմ։ Տեսեք, ջուրը շատ մաքուր է։ Երկու անգամ լվալուց հետո հիմա լավ ջրքանվի, նոր ինձ թված ողնած է, բայց ոչ մի փոքր սա էլ կուտեմ։ Համով է, սիրելի հետևորդները։ Ջրքանվել է գիլասը, սիրելի հետևորդներ, ինձ մոտ 5 կիլոգրամ գիլաս է։ 5 կիլոգրամ գիլասին ավելացնելու եմ 4 կիլոգրամ շաքարավազ, այսինքն շերտ շաքարավազ եմ լցնելու, 800 գրամով եմ լցնելու, արդեն կշռած է շաքարավազը։ Հիմա պետք է այնպես անեմ, որ լրիվ շաքարավազով ծածկի, մի փոքր կթողնեմ, հիմա առայժմս
3.5-ով կանեմ։ Ընթացքում վերջում կտեսնեմ, որտեղ շատ քաղցր է, չեմ ուզում շատ լցնեմ։ Վերջ, սիրելի հետևորդներ ջան, մի փոքր էլ թողել եմ։ Սա էլ արդեն կհամտեսեմ ընթացքում, եթե քաղցր չլինի կավելացնեմ, որովհետև գիլասը քաղցր էր։ Հիմա տանեմ դնեմ հարմար տեղ, թող իր հյութը դուրս տա, առավոտյան կդնեմ մի հատ կեռա, ընթացքներով եմ եռացնելու, եփելու, ցույց կտամ։ Հետևորդներ ջան, կորիզները հանեցինք, նայ, չերեշնյայի։ 2 կիլո էլ չերեշնյայից եմ վարենի պատրաստում, լցրել եմ, լցնում եմ ավելի ճիշտ 1 կիլոգրամ պեսոկ շաքարավազ։ Մի փոքր էլ առավոտյան կավելացնեմ, նոր կհեփեմ։ Ճիշտն ասած կամպոտները, որ արեցինք, պեսոկը վերջինն է 1 կիլոն։ Պետք է լցնեմ 2 կիլոին, դե որ հանում ես կորիզները, մի 200 գրամ կորիզները հանած, մի խոսքով մի 300 գրամ է լցնեմ 2 կիլոին, բավական է։ Ես մի կիլոն լցնեմ, վաղը անձրև է գալիս, թե չէ կգնան կառնեն երեխաները։ Արդեն վարենիներն էլ, մուրաբաներն էլ վաղը։ Վերջ։ Դնեմ, մինչև առավոտ հյութը դուրս կտա սոկը և կեփեմ ձեզ հետ միասին։ Սիրելիներս, մինչև ես կոմպոտները պատրաստեցի, մուրաբան պեսոկեցի, մանիկն էլ մի հատ բեզեյով նեգրի ժպիտ թխեց։ Հիմա կոֆեն էլ դրել ենք, դուք էլ դրեք, միասին խմենք, սիրելի հետևորդներ ջան։ Հետևորդներ ջան, հիմա նստել ենք հոգնած, կոֆե ենք խմում։ Ընտիր չերեշնյա է, ընտիր գիլաս, պատրաստեցինք համ կամպոտ, վարենին էլ ցույց տվեցի, շաքարավազով պատել եմ, առավոտը արդեն կշարունակենք միասին։ Ես էլ լվացել ենք, սիրելի հետևորդներ ջան։ Այսինքն ընտանիքով, Մարինկա ջան, հենց կռուժովնիկներ տուր, ես էլ կանանց կռուժովնիկը, որ մրգերը ցույց տամ, սիրելիներս, ես չեմ երևը։ Հավեսին կոֆե ենք խմում, մանիկի թխած նեգրի ժպիտը, որ ժպտում է մեզ և ձեզ, օգտվելու եմ այսօր մի փոքր կտոր։ Վերջի կտորներն է, սիրելի հետևորդներ ջան, կոֆե եմ խմելու, շատ եմ սիրում բեզեյով տորտ, բեզեները շատ եմ սիրում, ընտիր բեզե է պատրաստել, ընտիր, Գարուշիկս էլ իրեն համար է ապառատի կոֆե դրեն, դնում որ խմի։ Շատ համեղ է, թեթև թթվություն ունի, լիմոնի հյութով է պատրաստել, շատ համեղ է, գիլազն էլ է շատ համեղ։ Մենք այս գիլազին ասում ենք պալ գիլազ։ Նազելի ջան, եթե լսում ես, չգիտեմ, դու էլ ես արտաշատցի, պալ գիլազ ենք ասում մենք, ձեր մոտ, ձեր գյուղում չգիտեմ ինչ են ասում, բայց մենք պալ գիլազ ենք ասում, շամպայն են ասում, տեղ կա, շատ համով է։ Վարենին էլ պատրաստեմ, տեսնենք ինչպես կստացվի։ Սպիտակ գիլազի վարենի նման եմ եփելու, կորիզները հանել եմ։ Աշխատավորների հետ նստած կոֆե եմ խմում։ Ութն արդեն։ Սիրելիներս, արթնացել ենք, ոտքի վրա ենք մինչև հիմա։ Արա, լվա, թափի ես կամպոտները, տարանները, մի խոսքով երկարատև աշխատանք է։ Մինչև տարաներն էլ ստերիլիզացնում ես,
Ավելի շատ ժամանակ է խլում։ Ապրի նոր այրս, ընտիր գիլաս է առել։ Բարև մեր հետևորդներին։ Ահա, այտենց։ Շատ հոգնեցինք, հոգնած ենք, հիմա էլ արդեն հանգստանալու ժամ է։ Հանգստանանք մի քիչ, նստենք բալկոնում, հանգստանանք, ասենք խոսենք վաղվա պլանների մասին, խոսենք, պլանները կազմենք, նոր արդեն հերթով, կարգով լողանանք ու անցնենք քնելու, սիրելի հետևորդներ ջան։ Ձեզ էլ բարի գիշեր եմ մաղթում, անուշ երազներ, խաղաղ գիշեր և ուրախ օրհնված լուսաբաց։ Մնացեք խաղաղությամբ, ձեզ հետ է տիկին Մարինեի ընտանիքը, սիրում ենք ձեզ բոլորիդ, մեր բարի հետևորդներ ջան, տեսություն, մինչ նոր տեսահոլովակ, հանդիպում։